մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեռնելով մեռելների մեջ չմնաց։ Նա հարություն առավ, մեզ նայություն տալով, որպեսզի մենք նորից եւ նորից համոզված գիտենանք, որ ինքը ոչ թե մեռած փրկիչ է, այլ կենթանի փրկիչ, որն այսօր կենթանի հավիտենական հորաչ կողմը նստած կամ կանգնած նայած իջ մոմենտները եւ հնարավորություն տալով մեզի, որպեսզի մենք նորից եւ նորից համոզված գիտենանք, որ նա հարություն առնելով, ինչպես Պողոս Արաքելը ասում է, առաջի պտուղը ինքը Քրիստոսն է, հետո Քրիստոսինները, որոնք որ իր ժամանակին հարություն կանեն։ Մենք այդ հույսով ապրում ենք, այդ հույսով գործում ենք, շատ բաներից մեզ զրկում ենք, ամեն ձևով ձգտում ենք Աստծո ուզած մարդիկ լինել, որպեսզի ժամանակին այդ հարություն առնենք։ Մենք բոլորս լավ գիտենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առնելով միանգամից երկինք չգնաց։ Ինքը այստեղ էր գտնվում 40 օր։ Մենք դրա համար այս ժամանակները հարության մասին երկեր ենք երկում, 40 օր այստեղ էր գտնվում ու իր նպատակը այն կարոտը առնելը չի, գիտեք, որ ասենք այս մի քիչ է մնամ, էլի մի քիչ մանգամ ես անիցիալ աշխարհի մեջը ու հետո կգնամ վերև։ Չէ, դրա իր նպատակը ոչ թե ժամանակավոր էլի մի քիչ էլ այստեղ գտնվելն է, այլ իր աշակերտներին պատրաստելը, որպեսզի նրանք կարողանան Հիսուսի բացակայության դեպքում այն ժամանակ, երբ որ Հիսուսը արդեն երկնքում կեղնի ու անտեսանելի Աստված Սուրբ Հոգին կգործի այս աշխարհի մեջը, իրանք կարողանան այն ճշմարտությունը, որն որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը թողեց իրենց, կարողանան տարածել։ Ու ես ուզում եմ հիշեցնել մի կարևոր բան, որ մենք բոլորս էլ Քրիստոսի հետևորդները լինելով, մենք ինքներս էլ դրա համար կանչված ենք, ոչ թե ուղղակի փրկվելու համար մենակ, ոչ թե ուղղակի որպեսզի մենք վայելենք այն ուրախությունը, որ հավիտենական է, այլ այս կյանքի մեջ այն ծառայությունները անցկացնելը, որն որ մենք պետք է անենք։ Ժողովուրդ, ես շատ կարևոր բան է դրա համար, որովհետև մենք գիտենք, մենք շատ անգամ մտածում ենք այսպիսի մի բան, չէ որ մեզ կոչ արեցին, որ մենք պետք է ապաշխարենք, ապաշխարեցինք։ Ներողություն խնդրեցինք Տիրոջից մեր անցյալ անօրեն կյանքի համար, հետո վերջի վերջով, երբ որ մենք այդ ամեն ինչը արեցինք, մեզ կոչ արեցին, որպեսզի մենք մկրտվենք Հիսուս Քրիստոսի անունով, այդ էլ արեցինք, շատերը արել են այդ ամեն ինչը ու հետո այս վերջերս մի հատ քարոզ էլ լսեցի, այդտեղ հետաքրքիր վերնագիր էր ասում, մենք մկրտվեցինք, հետո ինչ։ Հետո մենք պետք է արդեն ապրենք այս կյանքի մեջ, սպասելով, որ վերջի վերջով պետք է այս ֆիզիկական կյանքից հեռանանք ու հավիտենական կյանք ժառանգենք։ Բայց դրա համար չի որ Աստված մեզի պայում աստեղ, գիտեք, մեզ Աստված պայում է, որպեսզի մենք շարունակենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ նրա առաքյալների գործը, ինչ էլ որ ժամանակին սկսել են իրանք, էլի Սուրբ Հոգով լցված կարողանանք, եղբայրը քիչ առաջ մեզ հիշեցրեց, որ մենք պետք է մարդկանց վկայենք, ներկայացնենք Քրիստոսին, որովհետև ժամանակին մենք ինքներս էլ այդ վիճակի մեջ էինք գտնվում, մի փոքր անհավատ էինք ու ինչ որ մեկը մեզ վկայելով հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք դառնալ դեպությունը եւ ընդունել Տիրոջը որպես մեր անձնական փրկիչ։ Մենք գիտենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կատարած զոհը մեզ համար էր։ Բոլորս լավ գիտենք, մյուս կիրակի եթե Տերը կյանք տվեց, մենք կհիշենք այդ մահը, բայց Տերը մեռելների մեջ չմնաց, նա հարություն առավ ու այդ հարությունը մեզ հնարավորություն է տալի, որպեսզի ընդունելով այդ հարությունը մենք արդարություն ստանանք Աստվածանից, праведность через Бога, որ երբ որ կա ժամանակ ու մենք կմտնենք երկնքի արքայությունը, Աստված ոչ թե մեր արդարությունով մեզ օգնի որ մենք մտնենք, այլ Հիսուսի արդարությունով, որովհետև Եսայա մարգարեն մեզ հիշեցնում է որ մեր արդարությունը, ինչքան էլ ուզում է մեզ համար դա բարձր ու լավ եղնի, մեր արդարությունը կեղտոտ լաթի նման է։ Կեղտոտ լաթը դրա համար կեղտոտը, որ նա մաքրության մեջ չի կարող լինել ու մենք մեր արդարությունով երկինք չենք կարող մտնել։ Մենք մտնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի արդարությունով։ Կարդում եմ մի տեղ, որն շատ կարևոր է, համոզված եմ որ դուք շատերը լավ գիտեք այս տեղը, Հռոմեացու 4-րդ գլխի 23-25 համարները։
Римлянам 4 глава с 23 по 25 стихи. Բայց ոչ միայն նրա համար գրվեցավ, թե նրան համարվեցավ արդարություն, այլ մեզ համարել, որ մեզ պիտի համարվի, որ հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվավ մեռելներից, որ մատնվեցավ մեր հանցանքների համար եւ հարություն արավ մեզ արդարացնելու համար։ Մենք նման ենք այն մարդուն, ով էլ ժամանակին նույն ձևով ընդունելով Աստծուն ստացավ արդարություն։ Ով է այդ մարդը։ Իսկ կարծում եմ, որ բոլորդ լավ գիտեք, դրա համար ես ուզում եմ ձեզ հետ միասին կարդալ այդ անձնավորության մասին, որ մեզանից շատ առաջ, հազարավոր տարիներ առաջ ապրել է ու ինքը ունեցել է այդ ուրախությունը, այն կարևոր վիճակը, որն որ արդարություն է կոչվում, ու Աստված հենց այդ անձնավորության համար էլ վկայում է, որ ինքը ժամանակին հավատալով այն բանին, ինչ էլ որ անկարելի է հավատալ, ստացավ արդարություն։ Դա մեր հավատքի հայր Աբրահամն էր, որն որ ժամանակին ապրում էր, ու դա մենք ինքներս չենք որոշել նրա հայր լինելը, Աստված է որոշել, որ ինքը հավատքի հայր է, որովհետև առաջիններից մեկն է, որի միջոցով հավատքը ընդունվեց եւ որի միջոցով ստեղծվեցավ այն ազգը, որ հրեա ազգ էր, ու այդ հրեա ազգի միջոցով ծնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Նայեք Ծննդոց 15-րդ գլխի առաջի մի քանի համարները կկարդամ, խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Բիծիո 15 глава с 1 стиха начиная. Այս բաներից հետո տեսելուկում Եհովայի խոսքը Աբրահամին եղավ ասելով. մի վախիր Աբրահամ, այն վաղտը դեր Աբրահամ չէր, այն վաղտը դեր Աբրահամ էր, ես քեզ համար վահան եմ, վահան շիտ, քո վարձքը խիստ շատ է։ Եվ Աբրահամը ասեց. ով Տեր Եհովա, ինձ ինչ ես տալի, քանի որ առանց զավակ եմ մնացել։ Եվ իմ տան տիրողն ահա Դամասկացի Եղիազարն է, իր ծառաներից մեկը, հավատարիմ ծառաներից մեկը։ Նաև ասեց Աբրահամը, որովհետև ինձ սերունդ չտվիր, ահա իմ ընդոցին, այսինքն իմ ծառան, ինչ ջարան կլինի։ Եվ ահա Եհովայի խոսքը եղավ դեպի նրան ասելով. նա չի ժառանգի քեզ, այլ նա, որ քու մեջքից դուրս կգա, նա կլինի քո ժառանգը։ Եվ նա դուրս հանեց նրան եւ ասեց. դեպի երկինք մտիկ արա եւ աստղերը համարիր, եթե որ կարող ես նրանց համարել։ Եվ ասեց նրան. այսպես կլինի քո սերունդը։ Եվ նա, այսինքն Աբրահամը, հավատաց Եհովային, եւ նա նրա համար արդարություն համարեց։ 75 տարեկան բիձա մարդ։ Հասկանալի է, որ այսօր 75 տարեկանը տեխնիկան զարգացել է, մարդը 75 տարեկան տղամարդ նույնպես կարող է երեխա ունենալ։ Ժամանակին այս ամենը չկար, այս դեղորյակները չկար, դրա համար 75 տարեկան մարդ, որն որ տարիների ընթացքում ամուսնացած լինելով մի գեղեցկուհի կնոջ հետ, Սարայի հետ, տարիների ընթացքում երեխա չունեցավ, որովհետև Աստծո խոսքը պարզ ասում է, որ Սարան ամուլ էր, չբերեր, ու չէր կարող երեխա ունենալ։ Ու Աբրահամը ուներ շատ վատ վիճակ։ Գիտեք, այսօր եթե որ մարդը երեխա չի ունենում, շատ մեծ դարդի մեջ չի եղնում, շատերը ընդհակառակը ավելի են ձգտում, որ երեխա չունենան, որովհետև ավելոտ հոգսերը, ավելոտ գլխացավանքը ապրեն իրանց համար, իրանց կյանքը վայելեն։ Բայց այն ժամանակ երեխա չունենալը շատ մեծ վայր, ասենց ասենք, որ մարդիկ երբ որ երեխա չեն ունենում, շատ մեծ դժվարության մեջ էին գտնում, առանձնապես եթե չկար մեկը, որն որ պետք է ժառանգեր տղա ունենալով, Աբրահամը դարդի մեջ էր, որ ինքը 75 տարեկան հասակում լինելով չէր կարող երեխա ունենալ ու իր ծառան, որն որ շատ մոտիկ էր ու հավատարիմ էր, վերջիվերջո որոշել էր, այս ամեն ինչը ինչ որ ունեմ, ես իան պետք է տամ։ Ու Աստծուն էլ մոտիկանալով ասեց. Տեր, եթե դու ինձ երեխա չես տվել, ես այդ ծառային պետք է ամեն ինչը տամ, որովհետև ուրիշ միջոց չունեմ։ Եվ Աստված ասեց. կունենաս։ 75 տարեկան մարդ, որն որ ապրում էր այս ֆիզիկական կյանքի մեջ ու տարիների ընթացքում չէր կարող ունենալ, Աստված ասեց կունենալ։ Ու դուրս եկավ ու ասեց, ոչ թե մենակ երեխա կունենաս, այլ քո սերունդը կլինի աստղերի չափ։ Ու Աբրահամը հավատաց, գիտեք,
Չնայած որ ոչ մի ֆիզիկական ապացույցներ չկար, որ մարդը ասեր, լավ, ինչ որ մի հատ շանս կա, էլի, վերջո կգնամ ինչ որ միտեղ էկո կանեմ կամ ինչ որ մի բան ոնց որ այսօր անում են искусственное оплодотворение արհեստական բեղմնավորումը, այնուղտ այդպես բան չկար ու ինքը դրա մասին ընդհանրապես չէր կարող մտածել, վերջո երբ որ Աստված ասեց, նա ընդունեց ու ասեց այո։ Պողոս Արաքյալը արդեն ժամանակի ընթացքում այս նույն Հռոմեացուց թղթի մեջը 4-րդ գլխի 17-ից 22 համարներում ավելի է մեզ ներկայացնում Աբրահամը արդեն 100 տարեկանին մոտ է։ Պատկերացրեք 25 տարի անցավ, երբ որ Աստված Աբրահամին խոստացավ, որ դու երեխա կունենաս։ Ու 25 տարի Աբրահամը սպասողական վիճակի մեջ էր գտնում։ Ահա իմի, ու ոչ մի բան չէր ստացվում։ Ունայեք ինչ եղավ, ինչ է ասում Պողոս Արաքյալը Հռոմեացուց 4-րդ գլխի, այդ նույն 4-րդ գլխի 17-ից 22 համարը։ Ինչպես որ գրված է Римлянам 4 глава 17 стиха начиная. Ինչպես որ գրված է, թե շատ ազգերի հայր արի քեզ, Աստծո առաջին, որին հավատաց, որ մեռելներին կենդանի է անում եւ չլինող բաներ լինողի պես է կանչում, որ առանց հույսով հավատաց թե շատ ազգերի հայր կլինի, ինչպես ասվեցավ թե այնպես պիտի լինի քո զավակը։ Եվ չտկարացավ հավատքով, այսինքն մտիկ չարավ իր մարմնին, որ արդեն մեռած էր։ Ֆիզիկական մեռած չէր, այլ հասկանում եք ինչ, տղամարդը երբ որ իր կորցնում է իր այդ ունակությունը։ Ինքը իբրև հարյուրամյա լինելով եւ ոչ էլ Սարայի արգանդի մեռած լինելուն։ Եվ Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվավ։ Եվ իր մտքում համոզված էր, թե նա որ խոստացավ կարող է անել, նրա համար արդարություն համարվեցավ նրան։ Հասկանում եք, տարիների ընթացքում Աբրահամի այս վիճակը հուսահատության մեջ չգցեց։ Ինքը արդեն կամաց կորցրեց այն բոլոր կարողությունները, որ վերջո կարող էր անել արդեն 99 տարեկան հասակում, վերջո, երբ որ Աստված ասեց կունենաս, նա էլի շարունակեց հավատալ։ Գիտեք, այսօր կարող է պատահի շատ մարդիկ հավատում են որ Քրիստոս հարյավ իմերելով ու դա ոչ մի կասկած չկա, որովհետև բոլորը ովքեր որ ընդունում են Քրիստոսին որպես Աստված, իրանք գիտեն որ Աստծո համար անկարելի ոչինչ չկա, բայց ամենացավը գիտեք ինչ է լինում, երբ որ մարդը հավատալով Քրիստոսի հարությանը չի ուզում ու չի էլ կարող հավատալ, որ մեռելները հարություն կառնեն։ Երբ որ մարդու մոտիկանում ես ասում ես որ կգա ժամանակ, երբ որ մեռած մարդիկ հարություն կառնեն, գժվել ես, այդ ինչ ես խոսում։ Հեքիաթներ ես պատմում։ Արեք այնալ բաց թողնենք իրանց հավատքի այդ ճակետների մեջ, հավատքի մեջ ու մենք մեր մասին մտածենք։ Չէ որ մենք էլ չենք կարող ապացուցել, որ մեռելը կարող է հարություն առնել։ Դաժե եթե դու մեռելի հուղակավորման գործերի հետ ոչ մի կապ չունես, ոչ թաղող ես, ոչ եսին դագաղ սարկող ես, ինչ որ մի բան, որ մեռած մարդու հետ առնչումը, դու լավ գիտես, որ հողի տակ գտնվող այն մարմինը, որ դագաղի մեջ է գտնվում, ժամանակի ընթացքում վերանում է, ինքը ապականվում է, վերանում է ու տասնյակ հարյուրավոր տարի հետո վերջո միջև անգամ ոսկորները չի մնում։ Այն ինչը որ չկա, ինչպես կարող է հարություն առնել։ Դա մեզ համար էլ դժվար է հասկանալը, բայց մենք այսօր ոչ թե հասկանալով ենք ընդունում այն ինչը որ պետք է ընդունենք հարության մասին, այլ մենք ընդունում ենք հավատքով։ Մենք հավատում ենք որ Աստված ասեց որ հնարավոր է ու մենք ընդունում ենք որովհետև մենք գիտենք որ Աստված ամենակարող է։ Մենք նմանվում ենք Աբրահամին, որ Աբրահամն էլ չունենալով են հույսը, ֆիզիկական հույսը, ոչ մի ապացույց չունենալով միևնույն է ընդունեց նրա խոսքը եւ ժամանակին ունեցավ այդ երեխուն Իսահակին, որն որ դարավ ամբողջ հրեա ազգի սկզբնաղբյուրը։ Հետաքրքիր է, գիտեք, մենք հասկանում ենք որ հավատքը
մենակ մարդը փրկվում է հավատքով։ Ոչ ոք չի կարող այսօր ճշմարիտ հավատացյալը չի կարող ասի, որ ես գործեր ունեմ, որի միջոցով ես կարող եմ փրկություն ստանալ։ Ժամանակին մենք ենք դες մտածում, որ եթե հավիտենական կյանք կա ու ես այնպես լավ մարդ եմ, այնպես բարոյական ճիշտ կյանքով եմ ապրում, որ չի կարող պատահել, որ Աստված ինձ չտանի դեպի դրախտը։ Չի կարող պատահել, որովհետև ես այս հարցի մեջ շատ լավ վիճակի մեջ եմ գտնում ու այսօր դուք գիտեք, որ շատ մարդիկ կան, որոնք որ հոգևոր ասպարեզի մեջ ամեն ինչ անում են, որպեսզի իրանց գործերով իրանց փրկություն բերեն։ Բայց մենք որոշ լավ գիտենք, որ փրկությունը մարդկանց փրկությունը բանից չի, հավատքից է, ոչ թե գործերից։ Ու չնայած դրան մենք գիտենք, որ Աբրահամը չնայած որ հավատքով արդարացավ, բայց Աստված ժամանակին տվեց իրան իր հավատքը փորձելու միջոց։ Հիշում եք, չէ՞, երբ որ ինքը ասեց քո միածին զավակին Իսահակին ինձ համար մատաղարա։ Մորթիր ինձ համար ու զոհ ալա ինձ համար ու Աբրահամը հավատալով, որ Աստված կարող է մինչև անգամ մեռած մարդուն հարություն անելու, ինքը համաձայնվեց Աստծու հետ ու ինքը համարյա այդ գործը կատարել էր, մինչև որ Աստված վերջի վերջով իր ձեռքը բռնեց ու չթողեց, որ այդ գործը կատարվի։ Հակոբոս առաքյալը Գիտեք, մի քիչ զարմանալու բան կա, երբ որ Աստծո խոսքը տեղեր կա, որ իրար հակասում է, բայց մենք գիտենք, որ Աստծո խոսքը չի հակասում, դա ուղղակի մենք ինքներս լավ չենք հասկանում։ Հակոբոս առաքյալը մի բան է ասում, որն որ մի քիչ դժվարանում ենք հասկանալ, չէ՞ որ մենք քիչ առաջ կարդացինք Ծննդոց գրքի մեջ, որ Աբրահամը հավատքով արդարացավ եւ ոչ թե գործերով։ Բայց նայեք ինչ է ասում Հակոբոսի 2-րդ գլուխ 20-22 համարներում։ Յակով տարայ գլավա 20-22 стихի։ Բայց կամենում ես գիտենալ ով դատարկ մարդ, որ հավատքը առանց գործերի մեռած է։ Մեր հայր Աբրահամը չէ որ, ուշադիր լսեցեք, մենք քիչ առաջ կարդացինք որ հավատքով արդարացավ, սա գրված է, չէ որ գործերով արդարացավ, իր որդի Իսահակին պատարակ անելով սեղանի վրա։ Տեսնում ես որ հավատքը նրա գործերի հետ միասին գործեց եւ այն գործերով հավատքը կատարյալ եղավ։ Ժողովուրդ, մի շատ կարևոր բան կա, որ մենք կարող ենք հասկանալ։ Եթե այսօր ես ապաշխարել եմ ու մկրտվել եմ հավատքով ու ընդունել եմ Տիրոջը իմ անձնական փրկիչ, բայց իմ կյանքը շարունակում է այս մինչև մահը, այնպես կարծես թե ես ընդհանրապես ոնց որ ոչ ապաշխարել եմ, ոչ մկրտվել եմ։ Շաբաթը մի անգամ թեկուզ եկեղեցի եմ գալի, բայց իմ կյանքը առանց Աստված է գնում։ Ոչ ես Աստծո ծառայության մեջ եմ գտնում, ոչ որևիցե մեկին վկայում եմ։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող եմ վկայել ամոթով կամ մտածելով ինչ կմտածի իմ մասին, բերանց փակում եմ, ասում եմ, թող ուրիշները անեն, ես ինչ գործ ունեմ։ Ապրում եմ այս կյանքի մեջ մենակ եկեղեցական կյանքով, 2 ժամ, շաբաթը մի անգամ, թեկուզ 2 անգամ էլ։ Բայց մյուս ժամանակները ապրում եմ այնպես կարծես որ Աստված ընդհանրապես չկա, մենակ աստեղ Աստված։ Կգամ ստեղ, ասում կփարավորեմ, կգնամ այնտեղ, հա, չեմ սպանի, չեմ գողանա, չեմ պոռնիկություն անի, ուրիշ շատ վատ բաներ չեմ անի, բերանց մաքուր կպահեմ, չեմ խմի, չեմ ծխի, ես իմ ուրիշ շատ բաներ, բայց միևնույն ժամանակ ես կապրեմ իմ կյանքով։ Սիրելի քույր եղբայր, այդպիսի կյանքը ոչ մի անգամ մարդուն չի օգնի, որպեսզի ինքը իր արդարությունը ապացուցի։ Լավ է որ ապաշխարեցիր ու մկրտվեցիր։ Արդարացար, բայց արդարությունը պետք է գործերով ապացուցվի։ Դրա համար Հակոբոս առաքյալը ոչ թե ասում է, որ մենք արդարանում ենք գործերով, այլ մեր գործերը ապացուցում են մեր հավատքի իսկությունը, մեր հավատքի կենթանի լինելը։ Եթե մարդը մեռած է հավատքի մեջ, հավատք ունի, բայց մեռած հավատք ունի, իրան ինչ օգուտ, որովհետև ասում է դևերն են հավատում, դաշի սարսափում են, միջև անգամ սարսափում են, բայց միևնույն ժամանակ իրանք են կենթանի հավատքը չունեն, որ փրկարար հավատքը։ Դրա համար ամեն մեկս նայենք մեր կյանքի մեջ, միջև անգամ հավատալով, որ մեռելների հարություն կա ու ժամանակին մենք էլ պետք է հարություն առնենք, բայց միևնույն ժամանակ մեր կյանքը չի համապատասխանում այս խոսքին, Հակոբոսը մեզ զգուշացնում է, մեռած հավատքով ոչ մի օգուտ չես ստանա։
այդպես մեռած հավատքով ինչպես սկսել էր, այնպես էլ կգնաս մինչև վերջ ու դժոխքում հավիտենական կլինես։ Եփեսացոց 2-րդ գլխի 8-ից 9 համարներում Պողոս Արաքելը մի հատ բան է ասում ու հետո մենք արդեն 10-րդ համարը ավելի կոնկրետ կուսումնասիրենք, գիտենալով որ Պողոսը ոչ թե ուղղակի ասում է, որ մենք հավատքով ընդունում ենք, շնորհքով ենք փրկված հավատքի ձեռքով, դա գործերը չի, այլ մեր կյանքի մեջ գործերը պետք է անպայման լինի։ Նայեք ինչ է ասում Եփեսացոց 2-րդ գլխի 8-9 համարները։ Որովհետև շնորհքով ենք փրկված հավատքի ձեռքով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից ու մեկը չպարծենա։ Հասկանալի է, մենք բոլորս էլ փրկված ենք հավատքով, որպեսզի պարծանք չլինի մեր մեջ ու մենք չասենք ժողովուրդ, ինչ լավն եմ։ Ես ընդունեցի, իսկ այսօր շատ մարդիկ չեն ընդունում։ Բայց եկեք մի կարևոր բան ասենք, որ եթե այստեղ կանգնենք, կասենք լավ է, ամեն ինչ լավ է, բայց Պողոս Արաքյալը շարունակում է ու այսօր ես ուզում եմ մի քանի խոսք ձեզ հետ խոսալ հենց այս բանի մասին, որն որ 10-րդ համարում է գրում։ Տեսեք ինչ է ասում Եփեսացոց 2-րդ գլխի 10-րդ համարը։ Վասնզի նրա ստեղծվածներն են Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք, կամ ուրիշ թարգմանության մեջ նրանց մեջ քայլենք։ Շատ կարևոր է գիտեք, որ մենք հասկանանք, որ ապաշխարությունը ու մկրտությունը որն որ Աստծո կամքն է, ու մենք այդ բանը արեցինք, դրանով չսահմանափակենք մեր կյանքը։ Ես նորից եմ ասում, ես չեմ խոսում անհավատների հետ։ Եթե այսօր Շամշուլդում այդ բանը խոսայի, որտեղ որ մենք դեռ նոր ստեղծված ինչ որ խումբ ունենք, որտեղ որ մարդիկ շատերը չգիտեն ճշմարտությունը, ուրիշ հարց է, բայց հիմա ես խոսում եմ ձեզ հետ միասին, որոնք որ այսօր կարող եք շատ մարդիկ ասեք, ես գիտեք քանի տարի է ինչ որ հավատքի մեջ եմ, տասնյակ ու մի քանի տասնյակ տարիներ։ Խոսում եմ, որպեսզի մենք ամենքս, ես էլ դուք էլ կարողանանք կանանենք մեր անձը։ Ինչ ենք անում մենք։ Միջև անգամ ես էլ որ այսօր կանգնած ձեզ քարոզում եմ այս խոսքը, իմ առօրյան ինչպիսին է։ Ինչպես եմ ես ապրում այն ժամանակ, երբ որ եկեղեցական ծառայություն չկա։ Այնտեղ Աստված կա թե չկա։ Չէ որ ես էլ մարդ եմ ու ես էլ ունեմ խնդիրներ, ես էլ ունեմ հարցեր, որի լուծումը կա, ու ես էլ կարող եմ վերջի վերջով այս 2-3 անգամները շաբաթվա ընթացքում ծառայություն անցկացնել, մնացած ժամանակները ապրել այնպես ինչպես որ ուրիշներն են ապրում, կարծես Աստված չկա։ Բայց մենք նայում ենք մեր կյանքի մեջ ու նայում ենք թե ինչքանով ապացուցվում է մեր ապաշխարությունը, մկրտությունը մեր կատարած գործերով։ Նայեք առաջինը ինչ էր որ Եփեսացոց թղթի մեջ է 2-րդ գլխի 10-րդ համարում ասում է։ Առաջին կարևոր բանը ինչ է ասում։ Վասնզի նրա ստեղծվածներն են Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար։ Մենք ոչ թե, գիտեք, շատ անգամ որ մարդիկ նայում են ընդհանրապես ստեղծագործության վրա, մենք բոլորս գիտենք, որ բոլոր մարդիկ են, դաժե նրանք ովքեր որ դժոխքում հավիտենական տանջվում են, նրանք էլ են Աստծո ստեղծագործությունը։ Բայց մեզ Աստված հատուկ ստեղծագործություն է արել, որպեսզի մենք ոչ թե ուղղակի ինչ որ մի այս կյանքի մեջ ապրենք, ինչպես բոլորն են ապրում, այլ հենց դրա համար որ հաստատել է մեզի բարի գործերի համար, ինչի համար որ կա։ Նայեք Սաղմոսած գրքի մեջը 100-րդ Սաղմոսը հայերենում 100-ը ռուսերենում 99 առաջի 3 համարները ինչպես է ասում Սաղմոս 2-ում։ Ուրեմն Սաղմոս 100 1-ից 3-ը, ունեմ 5 համարներ է, բայց ես 3 համարը կարդեմ։ Նայեք ինչ է ասում։ Աղաղեցեք դեպի Տերը, ով երկիր, ծառայեցեք Տիրոջը ուրախությունով, եկեք նրա երեսի առաջին ցնծությունով, ճանաչեցեք, որ Տերն է Աստված, նա առավ մեզ եւ ոչ թե մենք, որ մենք նրա ժողովուրդը եւ նրա առօտի ոչխարներն ենք։ Գիտեք ինչ տարբերություն ունենք մենք բանի հետ, աշխարհի մարդկանց հետ։ Մենք չնայած որ ինչպես բոլորը Աստծո ստեղծագործություն ենք, մենք նրա առօտի ոչխարներն ենք, իսկ ուրիշները չէ։ Եվ դրա համար Աստված դիմելով մեզի մեզ հնարավորություն տալի հասկանալու, որ մենք հասկանանք ու ուրիշներին էլ բացատրենք, որ ոչ թե մենք ենք Աստծուն ստեղծել,
Այլ ինքը մեզի ստեղծել է ու ոչ թե միայն ստեղծել է, այլ նաև վերստին ծանել է մեզի, որպեսզի մենք նրա արոտի ոչխարները լինենք ու նրան ճանաչելով նրա հետևից գնանք։ Մերտե Հիսուս Քրիստոսը օրերից մի օր քարոզում էր ու բացատրում էր մարդկանց, որ ու ասում էր. «Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, ժողովուրդ, եւ ինձ հետևում են»։ Երբ որ մարդը Քրիստոսի ձայնը լսում է ու չի հետևում իրեն, դա Քրիստոսի ոչխարը չի։ Ու միջև անգամ հրեաները, այն ժամանակվա հրեաները, որոնք որ իրաց մեծ բանի տեղ էին դնում ու ասում էին մենք ենք որ կան, նրանցից շատերը չէին լսում Քրիստոսի ձայնը, որտեղ իր ոչխարները չէին։ Մենք ենք թե չէ։ Հենց ենք, երբ որ ես վկայում եմ, որ ես նրա ոչխարն եմ, այսինքն ես անասուն չեմ, որ ոչխար լինեմ, բայց այստեղ փոխաբերական իմաստով է ասում, մենք պետք է հասկանանք, որ մենք նրան հետևողներ պետք է լինենք։ Դրանով է ապացուցում մեր նրա հոտի ներկայացուցիչ լինելու։ Հարցը նրանում չի, որ ես այսօր այս եկեղեցու անդամության ցուցակի մեջ եմ գտնում։ Հարցը նրանում է, ես Քրիստոսի արոտի ոչխարների թվի մեջ գտնվում եմ, թե չէ։ Եթե գտնվում ես, ուրեմն դու պետք է հասկանաս մի կարևոր բան։ Նայեք Եսայան ինչպես է ներկայացնում։ Եսայա 29-րդ գլուխ 23-24 համարը։ Եսայա 29 глава 23-24 стихи։ Որտեղ նրա որդիկ հрьяաների մասին է խոսքեն, հավատացող հрьяաներին։ Իմ ձեռքերի գործը իրաց մեջ տեսնելիս փառավորելու են իմ անունը եւ փառավորելու են Հակոբի Սուրբին եւ Իսրայելի Աստվածանին։ Սարսելու են, այսինքն վախենալու են եւ հոգով մոլորվածներին իմաստություն են հասկացնելու եւ տրտժողները խրատ են սովորելու։ Հետաքրքիր է, գիտեք, Աստված ինչ տարբերություն է տալի։ Ասում է մարդիկ շատերը ինձի կհավատան, բայց նրանք ովքեր որ իմն են, ոչ թե հրեա են, այլ իմն են, իրանք ունենան մի առանձնահատուկ բան, առաջինը։ Ինչ է այսօր Աստված ասում։ Ասում է իրանք իմ անունը կփառավորեն։ Բայց դուք կարող եք ասեք, ամեն հաու չէին մարդիկ պարկ ասում են ասում։ Դաժե են գողը, որ գողանում է ու հաջողում է, գողը հետո փառք է տալի ասում է, փառք ասու, չբռնվեցի։ Բայց դուս ա գալիս որ գողին հաջողությունողը Աստված է, չէ, այստեղ մի ուրիշ բան է գրված, գիտեք, եթե մենք կարդանք նոր թարգմանությունը, նոր թարգմանության մեջ այսպես է գրված։ Ու ռուսերենում էլ եթե կարդանք, պիտի փառավորեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի Սուրբին։ Սրբացնել, գիտեք, երբ որ մենք հայր մեր աղոթքը ասում ենք, ինչ ենք ասում, հայր մեր, որ երկնքում ես, հետո ինչ ասում, սուրբ եղնի քո անունը, այսինքն մենք փառավորում ենք Աստծուն ու դրանով մենք սրբացնում ենք նրա անունը, ո՞նց ենք սրբացնում, մեր կյանքով, երբ որ մարդիկ նայեն մեզի ու տենան, որ մենք նրանցից ոչ մի բանով չենք տարբերվում, անհավատ աշխարհը, կասեն ինչ տարբերություն, այնա ես ընդեցեմ ոնց որ դու ես, էլ ուր պետք է ես գամ, այնա ինձ համար ապրում եմ, էլի։ Բայց երբ որ մարդը տեսնում է, որ մեր մեջը կա փոփոխություն, մենք լրիվ նրանց նման չենք, տարբերվում ենք նրանից, հետաքրքիր է, գիտեք, կյանքը այնպեսի մի բան է, որ Աստված երբ որ ժամանակին մոտիկացավ ու խոսում էր մարդկանց հետ, բարի գործերի համար, դուք գիտեք, որ այսօր շատ կազմակերպություններ կա, օրգանիզացի, որտեղ որ բարեգործական կազմակերպություն է, մարդիկ միլիոններով փողեր են հավաքում, հետո սրան նրան օգնում են։ Բայց դուք լավ գիտեք, որ շատ կազմակերպություններ ոչ թե Աստծուն փառավորելու համար են անում այդ բանը, այլ իրենց փառքը առաջ տանելով մարդկանց, որ մարդիկ ճանաչեն ու ասեն մալադեց, ես ինչ լավ մարդ է, ինչ բարեգործություն է անում ու պլյուս դրան շահ ստանան։ Այսօր մտածելով բան ունենք, եթե մեր կյանքի մեջ կա այդ բարեգործական գործողություն, ում ենք ուզում մենք փառավորել դրանով։ Մենք ինքներս, որ մարդիկ մեզ գովան ու ասեն ինչ լավն ես։ Հետո ինչ որ մի բան փնտրենք այդ բանի մեջ, որ եթե ես ինչ որ մեկին մի 2 կիլո բան տվեցի, վերևից Աստված էլ ինձ կտա։ Եթե դա է մեր նպատակը, սիրելի քույր եղբայրներ, սա ցավալի վիճակ է։ Նայեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ժամանակին քարոզելու ժամանակ հետաքրքիր միտք է ասում։ Մատթեոս 5-րդ գլուխ 16 համարը։ Матвея 5 глава 16 стих։
Այսպես լուսավորեց ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն ու ինչ անեն, ձեզ փառավորեն, չէ, եւ փառավորեն ձեր հորը, որ երկնքումն է։ Ինչ դժվար է, գիտեք, երբ որ ես եմ անում, ես ինչ որ մեկին լավություն արեցի, փոխանակ մարդիկ ինձ գովան, պետք է Աստծուն փառավորեն։ Մեր մարդկային եսասիրությունը շատ անգամ հակառակում է դրան։ Ոնց, բայց ինձ ոչինչ բան։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը հենց այդ լույսի մասին է խոսում, որ ձեր լույսը այնպես լուսավորի, որ մարդիկ տեսնելով ձեր բարի գործերը Աստծուն փառավորեն։ Պետրոս Սավակյալը ավելի է խորանում այս բանի մեջ։ Տեսեք ինչ է ասում առաջի Պետրոս 2 գլուխ 12 համարը։ Первая Петра 2 глава 12 стих. Ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեք, որ ինչ բանով որ ձեզ չարախոսների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրումը։ Այցելության օրը սա չի նշանակում անպայման աշխարհի վերջումը, չէ։ Երբ որ մարդը տեսնում է մեր բարի գործերը ու տենում է որ մենք փառավորում ենք Աստծուն եւ ոչ թե մեզ ինքներս, երբ որ կգա ժամանակ ու ինքը կդառնա Քրիստոսին, փառք կտա Տիրոջ։ Կասի այս մարդը իր կյանքով ինձ հնարավորություն տվեց որ ես Տիրոջը ընդունեմ եւ Տիրոջ զավակը դառնամ։ Փառք կտա Աստծուն։ Կսրբացնի Աստծուն, միայն թե մեր արած գործողությունների մեջը մենք տեսնանք իրականում, որ մենք ոչ թե մեր անձն ենք փառավորում, այլ ամենակարող Աստծուն։ Ժամանակին մենք ինքներս այդ բաները կհավաքենք, այդ ուրախությունը։ Երկրորդ կարևոր բանը, առաջինը, երբ որ հասկանում ենք, որ այս ինչը որ մենք կանք, դա Աստծո ստեղծագործություն ենք։ Մեզ Աստված ստեղծել է, որպեսզի մենք բարի գործ կատարենք ու փառավորենք Նրան, որ արժանի է փառքի պատվի երկրապագության։ Երկրորդը, Եփեսացոց 2 գլուխ 10-րդ համարի 2-րդ մասը, տեսեք ինչ է ասում։ Ефесянам 2 глава 2 часть 10 стиха. Որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցու վարվենք կամ նրանցուն քայլենք։ Այն չի գիտեք որ մի անգամ արեցի, երկու անգամ արեցի, հերիք չի, ինչքան կարելի անել։ Մինչև մեր կյանքի վերջը, սիրելիներ, մինչև մեր կյանքի վերջը, մինչև մեր կյանքի վերջը մեր գլխավոր նպատակն է մեր ամենակարող Աստծուն փառավորել։ Արժանի է թե չէ փառքի պատվի եկավ։ Իհարկե արժանի է։ Ինքը մեզ համար մեռավ ու հետո հարություն առավ, մեր մեղքերը իր վրա վերցնելով, իր արդարությունը տալով մեզի։ Դրա համար մենք մտածելու բան ունենք։ Այսօր մենք կարող ենք վկայություն տալ ոչ թե մարդկանց առաջ, այլ Աստծո առաջը, որ մենք իրականում ապրում ենք այս կյանքի մեջ սրբացնելով Աստծո անունը։ Սրբացնում ենք Աստծո անունը թե չէ։ Այստեղ հեշտ է։ Հավատվել ենք, փառք ենք տալի Աստծուն, ուրախանում ենք, մեկս մեկից տեսնելով, Աստծուն փառավորելով, աղոթքներ ենք անում, խոսքն ենք լսում։ Այնտեղ աշխարհի մեջը, որտեղ որ մենք անհավատների ու անաստվածների շրջապատում ենք ապրում։ Անում ենք թե չէ այդ բանը։ Մտածենք դրա մասին, որովհետև եթե չենք անում, ուրեմն մեր բոլոր գործողությունները ինչ որ մինչև այդ մեզ պարտանք էր բերում, որ ես ապաշխարած ու մկրտված եմ, ես արդեն եկեղեցու անդամ եմ։ Այդ ամեն ինչը չեզոք է համարվում ու ոչ մի նշանակություն չունի։ Նայեք Եփեսացոց 1 գլուխ 4 համարը։ Ефесянам 1 глава 4 стих. Ինչպես որ ընտրեց մեզ նրանով, այսինքն Հիսուսով, աշխարհը ստեղծելուց առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով։ Շատ կարևոր խոսք է ստեղ, գիտեք, որ մենք սուրբ եւ անարատ լինենք։ Մենք կարող ենք ասենք, որ սուրբ եւ անարատ ենք։ Չէ որ մենք ցավոք սրտին սայթակում ենք, ընկնում ենք, մեղքեր ենք գործում։ Բայց նորից եմ ասում, մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է մեզ ամեն մեղքերից։ Այն ժամանակ, երբ որ մենք խոստովանում ենք։ Այն ժամանակ, երբ որ մեր կյանքի մեջ կա այդ խոնարհությունը Աստծո առաջ ու ասելով, ով Տեր, դու գիտես, որ ես ոչինչություն եմ։ Դու գիտես, որ ես ոչինչ եմ, եւ միայն քեզանով եմ ինչ որ կամ։ Ու եթե ես երկին կմտնեմ, ես գիտեմ, որ դա իմ շնորհքը չի եղնի։ Դա քո շնորհքն է, որ ինձ ոչ թե փրկեցիր հավիտենական կորուստից, այլ նաև տանում ես դեպի հավիտենական կյանքը։ Կարևոր բան կա այստեղ, որ ոչ թե միայն սուրբ եւ անարատ լինելն է, այլ սիրով։ Ինչի է Պողոս Սարակյալը սիրովը դնում այդ բանի հարցի առաջը,
Որովհետև եթե սեր չկա, մենք արդեն քանի անգամ ենք խոսացել սիրո մասին, եթե սեր չկա, ուրեմն մեր սրբություն եւ անարատությունը կեղծավորություն է, արտաքին նշաններ, արտաքին ցուցադրական նշաններ, որոնք ժամանակին ունեին այն հրեաները, որոնք որ էլիտա են կոչում, փարիսեցիներ, դպիներ, օրինականներ, ունեին իրանք, մարդիկ տենում էին ու ասում են, օ, սրանք սուրբեր են։ Իրանք էլ իրանց մասին էին ասում, որ ասում է, երբ որ եկավ են կույրը ու ասեց, որ գիտես ինչ, այն մարդը, որի մասին դուք ասում եք, որ ինքը մեղավոր է, ինքը սուրբ է, որովհետև Աստված որ մի մեղավորին է ուզում, որպեսզի լսի։ Դες բան կա, որ Աստված մեղավորի ձայնը լսի։ Իսկ ասում է ինքը լսեց ձայնը ու ինձ իծն է կույրին աչքեր տվեց ինձի։ Փարիսեցիները հիշում եք ինչ ասացին։ Դու ասում ես ռամիկ մարդ ես, դու բանվոր մարդ ես, դուք բոլորդ էլ մեղքի մեջ թաղված եք, մեզ եք ուզում սորցնել։ Ով ոնց ինչպես անենք։ Մարդը այնքան է իր վրա մեծ կարծիքներ ունենում, որ մինչև անգամ իր կեղծավոր կյանքն էլ կարող է պատահի իր համար ոչ մի նշանակություն չունենա, բայց երբ որ սերը կա, իրական սերը, ոչ թե բերանացի սերը, այլ իրական սերը կա, ժողովուրդ, այդ սերի մեջ կեղնի սրբություն եւ անարատություն։ Այդ սերի մեջ կա ցանկություն սրբության եւ անարատության մեջ քայլելու։ Առաջի Թեսաղոնիկեցի 4 գլուխ 7-րդ համարը, Первое Фессалоникийцам 4 глава 7 стих։ Որովհետեւ Աստված մեզ չկանչեց բախտության մեջ, այլ սրբության մեջ։ Ժողովուրդ, դուք գիտեք, որ մենք կանչված մարդիկ ենք, բայց մեր ընտրությունը ինչումն է կայանում, ինչով ենք մենք տարբերում աշխարհի մարդկանց հետ։ Առաջինը, որ մենք ձգտում ենք սրբության։ Շատ կարևոր է։ Ու մեր սրբությունը բերանացի չի։ Ես չեմ ասում, որ ես սուրբ եմ։ Ես կյանքով ապացուցում եմ, որ ես մարդկանցից տարբերվում եմ այն բանով, որ ես ձգտում եմ սրբության մեջ քայլել։ Ու գիտեք, երբ որ մենք այս վկայությունը տալիս ենք, ու մեր կյանքը լրիվ տարբեր է։ Ես նորից եմ ասում, ոչ դուք գիտեք իմ կյանքը լրիվ, ոչ ես ձեր կյանքը գիտեմ։ Մենք այսօր քույր եղբայրներ ենք, մտածում ենք, որ այն քույր եղբայրությունը մեր ապաշխարության, մկրտության վկայությունով է։ Ես ասեղ շատերին, ես ինքս եմ մկրտել, ու ումին որ չեմ մկրտել, ես գիտեմ, որ այդ մարդիկ մկրտված են, ու դրա համար ես քույր եղբայր եմ անվանում։ Բայց կգա ժամանակ, սիրելի քույր եղբայրներ, երբ որ մեր այդ ամեն գործողությունները, ինչ որ կատարեցինք, չեզոք կհամարվի, եթե մենք Աստծո ուզած մարդիկ չեղնենք։ Եթե մեր բոլոր գործողությունները փառք չբերի Աստծուն, թեկուզ մեզ էլ չբերի, բայց Աստծուն էլ չբերի փառք։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք գիտենանք, այս ես բանը անում եմ, ումն է բերում փառք։ Ես իմի այս րոպեին մտածում եմ, ես իմի Աստծո խոսքն եմ կարոզում։ Ուզում եմ ձեզ ինչ-որ մի բան հասցնել։ Ուզում եմ, որպեսզի դուք հասկանաք ինչ-որ մի բան ավելի, քան թե գիտեք։ Ումն եմ փառք բերում ես։ Որ դուք ինձ գովակ ու ասեք, ես ինչ լավ է, կամ ինչ-որ մի բան է ասում։ Վերջի կարող է ես սքանել չեմ կարողանա ասել։ Թե դուք փառք եք տալի ասում, որ Աստված եղբոր միջոցով խոսում է ու ուզում է, որպեսզի մենք ավելի սրբության, ավելի անարատության մեջ լինենք։ Երբ որ մենք ինչ-որ մեկին ուզում ենք օգնել, երբ որ մեր կյանքի մեջ մեր մեջ կա ցանկություն օգնելու, այդ օգնության մեջ կա ցանկություն, որ մենք գովաբանվենք։ Երբ որ մեզ ասեն լավն ես, երբ որ մի անգամ մեր արած գործողությունների փոխարեն մենք չենք ստանում այն ինչ էլ որ բավարարություն է բերում մեզ, կներեք, բավարարություն է բերում։ Երբ որ մարդը շնորհակալ չի միջև անգամ մեր կատարած բարեգործության համար, ինչ վիճակի մեջ ենք գտնվում։ Ես կարող եմ ասեմ, որ մի անգամ ինձ համար շատ դժվար է, երբ որ ես ինչ-որ մեկին ինչ-որ մի բան եմ անում, ու այդ մարդը անտեսում է իմ բարեգործությունը։ Շատ անգամ հետո աղոթք եմ անում ու խնդրում եմ Տեր, բայց չէ որ ես չարեցի դա, որպեսզի ինձ գովաբանեն։ Ինչի եմ ես իմի խառնված այս վիճակի մեջ։ Ինչի եմ ուզում, որպեսզի մարդը գոնե շնորհակալություն հայտնի։
Եթե չի հայտնում իր անշնորհքությունն, բայց դա չպետք է ինձ խանգարի, որպեսզի հետագայում ես էլի այդ նույն մարդուն կարողանամ օգնական լինեմ։ Չպետք է խանգարի ինձ։ Ես չպետք է ասեմ ինքը արժանի չի։ Այս մի բան արեցի, ես չխոնի մեծ բան չեմ, գոնե շնորհակալություն չասեց։ Դու ինչա դրա կարիք ունես, բայց մենք բոլորս էլ լավ գիտենք, որ երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդքան բարություն արեց, 3.5 տարի ման եկավ մարդկանց բժշկելով, մեռելները հարություն տալով, ես իմ էլ վարդապետական գաղափարներ տալով մարդկանց, ամեն ձևով բարի կերակրելով մարդկանց։ Վերջի ինչ եղավ, անշնորհակալ մարդիկ, փոխանակ ամեն ինչ անային, որ Տերը չխաչվեր, ընդհակառակը իրանք էին գոռում, խաչիր դրան, որտեղ արժանի չի։ Ինչ անել Տերը։ Մենք շատ անգամ մեր արած գործողությունների դեմը այդքան անարքանք չենք ստանում, ինչքան որ Տերը ստացավ։ Բայց Տերը, հիշում եք ինչ ասեց։ Հայր, թողիր նրանց, որտեղ չեն հասկանում ինչ են անում։ Մենք ունենք Քրիստոսի հոգի, մեր մեջը։ Եթե ճիշտ Քրիստոսի հոգի ունենք ու Քրիստոսն է մեզ առաջնորդում, մենք էլ պետք է ունենանք այդպիսի վիճակ։ Չսպասենք մարդկանցից գովասանք, չսպասենք մարդկանցից շնորհակալություն, այլ կարողանանք ակտիվորեն ծառայել մարդկանց ու տալ այն ինչը որ կարող ենք տալ։ Ու այն ժամանակ Աստված կփառավորվի։ Ու այն ժամանակ մենք ուրախություն կունենանք, որովհետև հենց դրա համար էլ ստեղծված ենք, որպեսզի բարի գործեր անելով Աստծո անունը փառավորենք։ Տերը թող բոլորիս օրհնի, թող միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից։ Ամին։